Մեր քաղաքը դաշինքի ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանը հրաժարվեց Գյումրիի Ավագանու մանդատից։ Ընտրատարածքային հանձնաժողովն այսօր բաշխեց Ավագանու 33 մանդատները։ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է ուժը կորցրած ճանաչել մեր քաղաքը կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Ավագանու անդամի տեխնացում Մարտուն Կամոյի Գրիգորյանի գրանցումը։ Ով է կողմ, դեմ, միաձայն։ Ընդդիմադիր падգամավորը միաժամանակ 2 մանդատ ունենալ չէր կարող եւ փաստորեն նախընտրեց ազգային ժողովինը։ Գրիգորյանի առաջնորդած դաշինքի ձայներից է կախված երկրորդ տեղը զբաղեցրած Վարդան Ղուկասյանի ընտրությունը քաղաքապետի պաշտոնում։ Ինչպես կվարվեն արդյոք ուժի մեջ է Ղուկասյանի հետ տարիների հակամարտություն ունեցող Գրիգորյանի հայտարարությունը, թե Ավագանու առաջին նիստում կապահովեն անհրաժեշտ քվեներ Հոկուտ Ղուկասյանի։ Ոչ Մարտուն Գրիգորյանը, ոչ էլ նրա դաշինքից Ավագանի անցած մյուսները մեր հեռախոսազանգերին այսօր չպատասխանեցին, ոչ էլ մանդատները բաշխելու օրակարգով ընտրատարածքային հանձնաժողովի նիստին էին ներկա։ Մեր քաղաքը դաշինքի ցուցակով Ավագանու մանդատներ ստացան Գրիգորյանի մոր եղբայրը եւ ավագ որդին Կարեն Գրիգորյանը, ում ձերբակալել, ապա ազատ էին արձակել ընտրություններից 3 օր առաջ։ Ի տարբերություն Գրիգորյանի, Ավագանու մանդատը վերցրեց քաղաքացիական պայմանագրի առաջին համար Սարիկ Մինասյանը, բայց իշխող ուժից դեռ հստակ չեն հայտարարել ապրիլի 16-ին Ավագանու նիստի առաջին օրը քաղաքապետի պաշտոնում առաջադրելու են Մինասյանի թեկնածությունը։ 14 մանդատ ստացած ԿՊ-ն միայնակ չի կարող քաղաքապետ ընտրել։ 2 օր առաջ Մինասյանը Facebook-ում գրել էր, թե առաջիկա օրերին կհայտնի իր դիրքորոշումը ստեղծված իրավիճակի եւ իր հետագա քայլերի մասին, բայց մինչ այս պահը հայտարարություն չի արել։ Նաեւս հեռախոսազանգերին չի պատասխանում։ Քաղաքացիական պայմանագրի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը Ազատությանը փոխանցեց կուսակցությունը հայտարարություն կանի, բայց թե երբ չասաց։ Այսօր ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Ալեքսանյանը խոսելով Գյումրիի Ավագանիում հնարավոր համագործակցությունների մասին բացառել էր Վարդան Ղուկասյանի հետ համագործակցությունը։ Փաստացի ամենամեծ քաղաքական մարմինը այդ Ավագանում դա քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն է լինել։ Որոշումներ չի կարող։ Ոչ մեկ միայնակ որոշումներ չի կարող կայացնել։ Համագործակցություն լինել է։ Ես էլ ասում եմ այդ հարցը գնացեք Վարդան Ղուկասյանին տվեք, ասեք ինքը ում հետ է համագործակցություն փնտրելու։ Մենք իր հետ համագործակցություն չենք փնտրելու։ Ապրիլի 16-ին Ավագանու առաջին նիստում հնարավոր անակնկալների մասին հարցին էլ պատասխանեց, թե հասցեատերն ինքը չէ։ Այդ անակնկալները չգիտեմ, տեղից անակնկալ են, էլի, հիմա ինձնից ինչ եք հարցնում։ Օրինակ Մարտուն Գրիգորյանից անակնկալները հարցրեք, ինքը այդ գծով ոնց որ արդեն բան է տենց, խիստ պրոֆեսիոնալ է դարել, Վարդան Ղուկասյանին այդ իր միանալու բանը խիստ մեծ անակնկալ էր, sense մեծ կինդեր սյուրպրիզ էր, էլի Գյումրու համար։ Ապրիլի 16-ին Ավագանու առաջին նիստը որպես տարիքով ամենաավագ անդամ կվարի քաղաքապետի պաշտոնին հավակնող մի շարք քրեական գործերով անցնող Վարդան Ղուկասյանը։ Օրենքի պահանջով առաջին նիստը գումարվում է Ավագանու կազմից քաղաքապետ ընտրելու օրակարգով։